Համարում ենք, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավականին եւ քաղաքապետը հնարավորություն ունեն վերլուծելու ստեղծված իրավիճակը եւ կայացնելու օրինականության հաստատմանը եւ հանրային շահին միտված որոշումներ։ Օրինախախտ երկու պաշտոնյաների պաշտոնանկ անելու օրինական պահանջը 7-օրյա ժամկետում չկատարելու դեպքում մենք կդադարեցնենք նստացույցը, անցնելով ավելի ակտիվ եւ սուր գործողությունների։ Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին եւ քաղաքական միավորներին, որոնք կարևորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրինության, անպատժելիության մթնոլորտի վերացումը, տրանսպորտի ոլորտի համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, միանալ այս հայտարարությանը եւ միասնական օրակարգ ձևավորելով հետամուտ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը։ Վճարում ենք 100 դրամ շարժման անդամներ։ Ավելի ակտիվ եւ սուր գործողությունների են գնալու մնացած բոլոր ուժերի, ովքեր կմիանան։ Միացած ուժերի հետ համատեղ։ Նախկինում, ինչպես եւ այս շարժման ձևավորման սկզբում, մենք գործելու ենք բացառապես իրավունքի գերակայության սկզբունքով, իսկ գործողությունների հետ կապված ավելի մանրամասն բնականաբար կհայտարարեն գործողությունից առաջ, ինչպես միշտ նախորդ կտեղեկացնենք, բայց ոչինչ։ Թյուր կարծիք կա, որ 3 հոգու պահանջ է սա, կարծես դուք էլ եք դա շեշտում։ Ես նախկինում եւս ակցիաներ են եղել ու հանրությանը մատուցվել է, որ սա 3 հոգու ակցիա չէ ու հայտարարության միացողները հույս ունեմ եւս կգան ապացուցելու, որ սա 3 հոգու ակցիա չէ, այլ հանրային պահանջ է, նստացույցը կոնկրետ։ Ասեմ, որ վճարում ենք 100 դրամ շարժումը հուլիսի 26-ին նստացույց հայտարարելու օրը պահանջագիր ներկայացրեց քաղաքապետարանին կապված տրանսպորտի ոլորտի բարելավման բարեփոխումների հետ, այնտեղ մանրամասն մի քանի կետերում նշված է, թե ինչ ենք պահանջում մասնավորապես տրանսպորտի ոլորտի հետ կապված, այնտեղ ներկա են քաղաքապետարանում կոռումպացված եւ էթիկայի նորմերը խախտած պաշտոնյաներ։ Թե քաղաքապետարանը ինչ-որ բան կունենա ասելու հանրությանը իդեմս թեկուզ մեզ, կարող է իջնել այստեղ ձեր ներկայությամբ, լրագրողների ներկայությամբ ամբողջ հանրության առաջ ասել իր ասելիքը։